ինչ հարաբերակցության մեջ է գտնվում Վճռաբեկ դատարանի նախագահի եւ պալատների անդամների վարձատրության հարաբերակցությունը եւ երրորդը, երբ ասում է 10%, 35%-ի 10% հավելումն է, դա թե 35%-ին գումարած 10%, այսինքն 45%, մասնավորապես երրորդ փուլից սկսած, էլի։ Հասկանալի է հարցերը։ Շնորհակալություն։ Նախ ասեմ, թե ինչու է հիմա նախագիծը ներկայացվում, այն պարզ պատճառաբանությամբ, որ անցել է, ստիպված է եղել անցնել որոշակի պրոցես, այսինքն գրվել է, շրջանառվել է, քննարկվել է կառավարությունում եւ այլն, եւ պետք է նշեմ, որ այս նախագիծը մշակվել է ավելի վաղ, քան պետական բյուջեի մասին օրենքի քննարկումն է եղել, բայց պայմանավորված այն ընթացակարգերով, որոնց մասին ես խոսեցի, հիմա է հասել ազգային ժողով։ Ամեն դեպքում մեր ուշադրության կենտրոնում հարցը ամիսներ է եղել եւ մենք քննարկել ենք նաեւ շահագրգիռ մարմինների հետ, ցանկալի կլիներ ավելի վաղ այս փոփոխությունները անել, բայց ժամանակային առումով ուղղակի չենք հասցրել։ Հավելավճարի հաշվարկման կարգի հետ կապված, եթե 10%-ների մասին էիք մենակ հարցնում, ես ճիշտ հասկացա, 4-րդ տարվանից սկսած յուրաքանչյուր տարվա համար 10% է հաշվարկվելու։ Ես կարող եմ տարեկան կտրվածքով ասել, օրինակ ՍԴ դատավորի պարագայում ամսական հարկված 1.284.384 դրամի աշխատավարձ է, տարեկան 15.412.608, առաջարկվող լրացման ուժով հավելավճարը ապրիլից օրինակ կկազմի 150-ից 510.000 դրամ կախված ստաժի քանակից։ Եվ վերջին հարցը, որ չմնա անպատասխան, ես չունեմ թվական տվյալներ հիմա, բայց գրավոր կպատասխանեմ։ Արձագանք ունեք, պարոն Մինասյան։ Այո, Տիկին Գալյան, շատ կարևոր է, որպեսզի վարձատրության համակարգում փոփոխությունները լինեն միասնական։ Մենք բազմիցս այս հարցին անդրադարձել ենք եւ մեր քննարկման հիմնական քննադատության թիրախը հենց եղել է այն, որ կտրտված են ներկայացվում տարբեր կարևորագույն հաստատությունների վարձատրության համակարգերը իրարից տարանջատված են լինում։ Բնականաբար հարցի նաև նպատակը սա էր, ինչու միասնական մոտեցում չի ցուցաբերվում, օրինակ եթե դատական համակարգի մասն ենք խոսում, ոչ դատական համակարգի, օգնականերից սկսած ավարտված դատավորներով, դատարանի նախագահներով եւ այլն, կարգադրիչ ծառայությունով, ուզում եմ ասել ամբողջական համակարգ որպես առնվազն գոնե այս մի ենթահամակարգում, էլ չասած որ ամբողջ պետական համակարգի մասին էլ է կարևոր մտածել։ Ես լիովին կիսում եմ ձեր կարծիքը եւ մենք գնում ենք այդ ուղղությամբ։ Նույն կատարողականի հիման վրա պիլոտային ծրագրով վարձատրություն տալու մեխանիզմը, որը փորձարկվեց, միտված էր նրան, որ օբյեկտիվ չափանիշներ սահմանվեն, որոնցով հնարավոր կլինի գնահատել աշխատանքը պետական մարմինների եւ պետական ծառայություն իրականացնող անձանց, որպեսզի հաջորդ քայլը լինի պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի ամբողջական համակարգային փոփոխությունը։ Այսինքն լիովին ընդունելով ձեր առաջարկի տրամաբանությունը, կառավարությունը իրականում շարժվում է հենց այդ ուղղությամբ եւ մենք առաջարկելու ենք համակարգային փոփոխություններ բոլոր պաշտոնատար անձանց վարձատրության հետ կապված։